Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Փամբա գետից ապամոնտաժում են մահաբեր խողովակը, որի պատճառով Վանաձորում ողբերգական դեպք տեղի ունեցավ։ Որոնումների 4-րդ օրը փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել գետն ընկած 13-ամյա աղջկան։ Նրա քրոջ մարմինը անշնչացած էին դուրս բերել գետից։ Սևանի ջրասուզակ Վայ Մելքոնյանը դարձյալ իր երկու գործընկերների հետ այստեղ են ենթադրյալ ողբերգական վայրում, որտեղ որ 7 և 13-ամյա քույրերը անզուշաբար այս մահաբեր խողովակի վրայից սայթաքել և հայտնվել էին Փամբա գետում։ Հիմա ապամոնտաժման աշխատանքները մի պա դադարեցվեց ու հիմա այստեղ հերթական որոնողական աշխատանքներ են իրականացնում ջրափրկարարները։ Այսօր Նախիջևանի Օրդուբադ քաղաքում մեկնարկել է վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ համաժողովը։ Համաժողովի կազմակերպիչների թվում են Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահ Էլիազոր ներկայացուցչի գրասենյակը, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը և այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպությունը։ Այս կազմակերպության ղեկավար պատգամավոր Ազիզ Ալեքբերլին ասել է, թե Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար։ Նրանց վերադարձը պատգամավորի ձևակերպմամբ հայրենի հողեր ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է։ Նիկոլ Փաշինյանը, որն իրեն կրքոտ հռետոր է համարում, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հիկմեթ Հաջիևի Հայաստան այցին։ Նա որոշ մանրամասներ է հայտնել ադրբեջանցի պաշտոնյայի և Արմեն Գրիգորյանի հանդիպումից։ Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ նաև, որ հանդիպում տեղի է ունեցել Հայաստանում, այսինքն մեր տարածաշրջանում և ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ։ Եվ կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, մասնավորապես այն ռիսկերը, ինչի մասին երեկ ազգային ժողովի ամբիոնից խոսեցի։ Դուք երեկ ասացիք, որ այդ հանդիպման ընթացքում այդ հանդիպումը նաև միտված է եղել կառավարելու պատերազմի հնարավոր ռիսկերը, ինչու էին առաջացել պատերազմի ռիսկեր, որը կառավարելու անհրաժեշտություն էր նաև այդ հանդիպումը։ Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք և Ադրբեջանի փորձագիտական և Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը, և մենք ինչպես և պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են և մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ զավթիչները մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ։ Երբեք չենք մոռանա 65 մզկիթների ավերման մասին։ Բաքվում Իսլամական բանկի տարեկան հավաքի բացման արարողությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով հայերը մզկիթներում խոզեր և այլ կենդանիներ էին պահում, և Ադրբեջանը դա չի մոռանա։ Ընտրության արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության իրավաբանների թիմը վաղը դիմելու է սահմանադրական դատարան։ Օգտագործելու են բոլոր հնարավոր իրավական գործիքներն ու ընթացակարգերը ընտրողների խախտված իրավունքները վերականգնելու համար։ Սոցցանցում գրում է Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով հունիսի 7-ին կայացած ընտրության արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ակնհայտորեն հավաքել է անհրաժեշտ քանակի ձայներ և հաղթահարել ազգային ժողով անցնելու համար սահմանված անցողիկ շեմը, սակայն դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապօրինի որոշմամբ անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը արհեստականորեն զրկվեց խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի հետ ուժեղ եւ վստահելի հանրահավաք հրավիրելու մասին։ Ինչ վերաբերում է մանդատը վերցնելուն, Սամվել Կարապետյանն ասել է, դեռ ժամանակ ունեն, դիմել են Սահմանադրական դատարան եւ հույսեր ունեն, որ այն կկայացնի ճիշտ որոշում։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով որն է ճիշտ գնանք այդ քայլերով։ Քանի որ մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ հիմա տարբեր կարծիքներ կան, ու դուք գիտեք մանդատները վերցնելու, չվերցնելու մասին, դրա համար մենք ուզում ենք բաց, թափանցիկ, շփվենք ժողովրդի հետ, բացատրենք ժողովրդին այդ process-ի վերցնելու պլյուսներն էլ, մինուսներն էլ եւ հասկանանք։ Վերցնելով ենք մենք շուտ կարողանում հեռացնենք Փաշինյանին իր պաշտոնից, թե չվերցնելով։ Այսօր ընդդիմությունը կրկին չի ներկայացել խորհրդարանի հեռացող կազմի վերջին քառօրյային։ Նիստն անցկացվել է բացառապես իշխող քաղաքական պայմանագիր կուսակցությունից պատգամավորների մասնակցությամբ։ Նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Իշխանությունը հավելյալ 2 միլիարդ 106 միլիոն դրամ կհատկացնի ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Կառավարության որոշմամբ չի հստակեցվում, թե ԱԱԾ-ի կոնկրետ որ ծրագրի իրականացմանն են ուղղվում այդ միջոցները։ Ծրագրի անվանումը նշված է միայն համապատասխան կոդի տեսքով։ Հայաստանի պետական սահմանով ներմուծվել եւ փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ մարիխուանա թմրամիջոց։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ տվյալներ էր ստացել, որ Իրանի քաղաքացին պատրաստվում է Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի մարիխուանա։ Պարզվել է, թե թմրամիջոցների տեղափոխելու եղանակը եւ թե այն տեղափոխող ու ստացող անձանց ինքնությունը։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու հիմքով Երևանի հյուրանոցներից մեկի հարակից տարածքից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ, նրանք ձերբակալվել են։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, այս իշխանությունը շատ է հպարտանում ամերիկյան Firebird All ընկերության նախագծով հրազդանում արհեստական բանականության համակարգերի տվյալների մշակման կենտրոնի կառուցմամբ, ինչն ուղեկցվում է գրաֆիկական պրոցեսորների մատակարարմամբ։ Մեր տեղեկություններով այս նախագիծը ոչ միայն հպարտանալու առիթ է տալիս, այլ նաև հատուկ դիտարկման ներքո է ուժային կառույցների կողմից։ ԱԱԾ-ն հաշվետվություն է ներկայացրել անվտանգության խորհրդի գրասենյակին, որտեղ նշված է, որ 2026 թվականի ապրիլից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության հարցերով ավագ խորհրդական Մեթյու Քրոուչն 4 անգամ այցելել է հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոն։ Առաջին անգամ նրան ուղեկցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը։ Հետագայում Մեթյու Քրոուն կենտրոն այցելել է ԱՄՆ դեսպանության այլ աշխատակիցների հետ, որոնք դիվանագիտական պաշտոններ չեն զբաղեցնում։ Մեթյու Քրոուի վերջին 2 այցի շրջանակներում կենտրոնի տարածք է մտել նաև 2 բեռնատար, ինչ որ սարքավորումներով, որոնք տեղադրված են եղել հատուկ հակահարվածային արկղերի մեջ։ Նման վերահսկողություն սովորաբար հատուկ ծառայությունների կողմից իրականացվում է, եթե պաշտպանական օբյեկտի մասին է խոսքը։ Հրապարակը գրում է, որոշ տեղեկություններով ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիևը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին։ Սխեման ըստ մեր աղբյուրի լինելու է այսպիսին. Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից եւ հավեմատաբար էժան տրամադրելու է Հայաստանին։ Իսկ թե ինչպես է դա իրականացվելու տեխնիկական մանրամասների վերաբերյալ մեր աղբյուրները լռում են։ Միայն ենթադրում են, որ գազի գնի էժանացումը հավանաբար սուբսիդավորելու է Ալիևը։ Մեր աղբյուրն ասում է, որ այդ համատեքստում լարվել է նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, քանի որ Ռուսաստանի իշխանությունները նման տրանզիտ գործարքին վատ են վերաբերվում։ Հայաստանի իշխանությունները սիրով ռուսական ազդեցությունը կփոխարինեն թուրք-ադրբեջանականով։ Նշենք, որ իշխանական եւ մերձիշխանական շրջանակները չեն էլ թաքցնում, որ գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը։
Նույն աղբյուրը գրում է. Նեղրի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել։ 3 համայնքապետ Սամվել Բաբայանի նախկին կուսակից, համայնքապետ դառնալուց հետո ՔՊԱ-ական դարձած Խաչատուր Անդրեասյանն ազատել է իր տեղակալ Բագրատ Զաքարյանին, որն Արամ Սարգսյանի կուսակիցն է։ Նա ընտրություններից հետո 2.5 տարի համայնքապետ աշխատեց, ապա էստաֆետը փոխանցեց Անդրեասյանին։ Այս համատեքստում հիշեցնենք ՔՊ-ն պարտվել է, որևէ ուժ մեծամասնություն չի ստացել, ուստի պայմանավորվել էին ռոտացիոն սկզբունքով համայնքը կառավարել։ Ասում են վերջին տարաձայնությունների պատճառն այն է, որ Բագրատ Զաքարյանն այս ընթացքում չի համակերպվել իր գահազուրկ վիճակի հետ եւ անընդհատ խորհուրդներ է տվել գործող քաղաքապետին, վերջինս ծանր է տարել այդ միջամտությունները։ Մշտական վեճեր, կոնֆլիկտներ են եղել համայնքապետարանում, ի վերջո Անդրեասյանի նիարդերը տեղի են տվել եւ նա ազատել է Ախոյանին։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բագրատ Զաքարյանը մտադիր է աշնանը սպասվող ընտրություններում կրկին առաջադրվել։ Իրկուտսկում ոստիկանը փրկել է երեխային կատաղած շների հարձակումից, տղամարդը ընդմիջման է եղել, երբ աղմուկ է լսել, բարեբախտաբար երեխան չի տուժել։ Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն եւ 32 կտոր ոսկի գողացել։ Պատճառվել է 6 միլիոն դրամի վնաս։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Թրամփը եւ Մակրոնը շրջել են Վերսալի պալատում։ Այս լուսանկարը մեծ տարածում է գտել։ Առաջիկա օրերին մի փոքր շոքելու ենք, ջերմաստիճանը բարձրանալու է 3-ից 4 նիշ։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին, Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-ից 37 աստիճանի, Երևանում մինչև 35 աստիճանի, Սյունիքի Հովտային գոտում մինչև 36 աստիճանի։ Որից հետո հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կսկսի նվազել։ Չնայած օդի ջերմաստիճանի բարձրացմանը, հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում, գիշերը եւ երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևները կպահպանվեն։ Հետևեք անցուդարձին, ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։